Սիրելիներս, այսօր ամսի 8-ն է հունիսի եւ շարունակում եմ իմ ձայնագրությունները եւ տիրոջ կամքով, տիրոջ ուղղորդմամբ ես անում եմ 3 մութ օրերի մասին մի ձայնագրություն, որ ես գիտեմ, որ շատ մարդիկ չեն հավատում, չեն ընդունում, բայց մի բան գիտեմ, երբ որ կգա ժամանակը եւ կլինի, դուք կհիշեք իմ ասածները եւ գոնե այդ ժամանակ արդեն հավատքով կլծվեք ու ուղղակի այդ օրերին կապաշխարեք։ 3 մութ օրերին այնպիսի բաներ են լինելու, որ շատերը ուղղակի ապաշխարելու են։ Եվ ուրեմն 3 մութ օրեր բոլոր հավատացողների եւ անհավատների համար, չհավատացողների համար, ով այդպես են մտածում, որ ոչինչ որ չեն հավատում, նորմալ է։ Երբ մարդ չի հավատում կամ երբ հավատում է, դա էլ է նորմալ, դա շատ լավ է, երբ Աստծո ձայնը լսում ենք մենք, բայց եթե չի հավատում մարդը, գոնե կգա այդ ժամանակ եւ նա կիմանա ինչ անել։ Հափշտակությունից առաջ Աստված երկրագնդի վրա իջեցնելու է մի այնպիսի մթություն, որը համարվում է շոշափելի մութ, այսինքն դա ֆիզիկականի այնքան հզոր է այդ մթությունը, որ մենք ամբողջ մարմնով եւ հոգով ենք զգում այդ մթությունը։ Աստված 3 օր մթություն է բերելու երկրագնդի վրա, հափշտակությունից առաջ։ Շատ մարդիկ մարդկության մեծամասնությունը չի գիտակցում եւ չի ուզում հավատալ, որ մենք ապրում ենք աշխարհի ամենավերջին օրերին եւ անկախ նրանից դու դա հավատում ես թե չէ, մենք ապրում ենք ամենավերջին օրերում։ Շուտով եկեղեցու հափշտակությունն է, եթե ուզում ես իմանալ ինչ է եկեղեցու հափշտակությունը, թերթիր իմ ալիքը։ Եվ այդ ամենը, այնինչ որ ես խոսում եմ մանրամասն Սուրբ Հոգու տված, դա կա Աստվածաշնչում։ Հիմա հափշտակությունից առաջ լինելու է 3 մութ օրեր։ Եվ այդ 3 մութ օրերը լինելու են Աստվածաշնչում գրված Եգիպտոսի 3 մութ օրերի պես։ Այնպիսի մթություն էր, որ ոչ ոք տեղից չէր շարժվում։ Եվ այն ամենը, ինչը Աստված արել է մի անգամ, կրկնվելու է։ Աստծո գործերը կրկնվում են։ Եվ այնինչ եղել է մի անգամ արդեն, կլինի նաև երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Ողջ երկրագունդը կորցնելու է, չի ստանալու լույս, արևի լույս չի լինելու։ Եվ մթությունից առաջ, որպես նշան, մենք տեսնելու ենք երկնքի գույնի փոփոխություն եւ լուսինը ստանալու է արյան գույն եւ այդ կարմիր գույնը չի լինելու ինչ որ մի երկրի վրա, ինչ որ մի պահ։ Բոլոր տեղերում, բոլոր երկրներում վարդագույնից սկսած միջև կարմիր, ալ կարմիր գույն տեսնելու են մարդիկ երկնքում, ամպերի մեջ եւ լուսնի վրա։ Եվ այդ մասին Աստվածաշնչում կա, որ Հիսուս Քրիստոսի գալուց առաջ հափշտակության մասին է, երբ նա գալու է ամպերով եւ ոչ թե երկիր, այլ ամպերով եւ իր հրեշտակները աշխարհի 4 կողմերից հավաքելու են Տիրոջ ընտրյալներին։ Դրանից առաջ նշանների մեջ կարդացեք ուշադիր գրված է Արեգակը կխավարի եւ լույս չի տա եւ լուսինը կարյունոտվի, արյան գույն կստանա։ Հենց այդ նշաններն են մթությունից առաջ են լինելու, 3 մութ օրերից առաջ եւ մենք երկինքը կտեսնենք կարմիր, բայց նաև կարող ենք տեսնել երկնքում շատ արտահայտված այլ գույներ, որոնք սովորաբար մենք չենք տեսնում։ Բայց այստեղ մի բան կա, որի մասին ես ասել եմ, բայց Աստվածաշնչով չեմ ասել ու ուզում եմ ասել անպայման։ Սա վերաբերում է Աստծո բոլոր ընտրյալներին, բոլոր մաքրվածներին, սրբվածներին, ովքեր սպասում են իրենց Տիրոջը, բոլոր յուրաքանչյուր բնակարանում կամ ապաստանում կամ տեղում, որտեղ հավաքված են Հիսուսինները, Հիսուսի ընտրյալները, այնտեղ նրանք ոչ ցուրտն են զգալու, ոչ մութը այնպես, ինչպես որ երկրի վրա է, ցուրտ է լինելու շատ, որովհետև Արեգակի լույսը իսպառ վերանալու է եւ պատկերացնում եք ինչ ցուրտ է լինելու երկրագնդի վրա։ Եվ ինչ Սուրբ Հոգին ասեց. Այն բոլոր զավակներս, ովքեր որ ինձ են պատկանում, նրանք գերբնական կերպով իմ կողմից կստանան եւ սնունդ սոված չեն մնա եւ ջերմություն չեն մրսի եւ լույս նրանց բնակարաներում կլինի լույս, նրանք գերբնական կերպով լուսավորում կստանան եւ իրենց մարմինները եւ իրենց տարածքը կլուսավորվի, լույս կստանա։
Բայց ես մի բան կա, որ չի ասել, որ Աստված ինձ հետո ցույց տվեց եւ նրա կամքն է, որ ես դա ասեմ։ Եգիպտոսի 3 մութ օրերին այսպես էր։ Եգիպտոսում շոշափելի մութ էր եւ ոչ ոք իր տեղից չշարժվեց 3 օր։ Իսկ Իսրայելի զավակների բնակարաններում, բնակատեղիներում լույս էր։ Եվ այստեղ Աստծո գործերը կրկնվում են եւ այստեղ այդ իմաստը այսպիսին է հիմա մեր ժամանակներում այսպես է գործելու։ Իսրայելի որդիները դրանք հոգևոր իմաստով մենք պետք է հասկանանք։ Իսրայելը ընտրյալն էր, ընտրյալն է Իսրայելը եղել եւ մինչեւ հիմա Իսրայելը ընտրյալն է Աստծո։ Իսրայելի որդիները ոչ ֆիզիկական իմաստով, հոգևոր իմաստով, այն բոլոր մարդիկ են, ովքեր Հիսուսի ընտրյալներն են, այսինքն ովքեր Հիսուսի իրական զավակներն ու որդիներն են։ Եվ մեր ժամանակներում, երբ կգա 3 մութ օրերը, բոլոր Իսրայելի որդիները այն ժամանակով Աստվածաշնչի գրած հիմիկվա ընտրյալները կունենան լույս, լույսի մեջ կլինեն, որովհետև Եգիպտոսում երբ մութ էր, Իսրայելի որդիների բնակատեղիներում լույս էր։ Բայց մինչ այդ մասը Աստվածաշնչի, որ ինձ Սուրբ Հոգին ցույց տվեց եւ բացատրեց այս կերպ, Սուրբ Հոգին ինձ ասել էր, որ ասա իմ զավակներին, իմ բոլոր ընտրյալ զավակներին, այսինքն եկեղեցուն Աստծո, որ գերբնական կերպով նրանք, ովքեր իմն են, կլուսավորվեն, կսնվեն եւ չեն մրսի։ Ի տարբերություն այն բոլորի աշխարհի վրա եղած այն բոլոր միլիարդավոր մարդկանց, ովքեր Հիսուսին չեն պատկանում։ Եվ այն վախերը, այն սարսափները, որ այդ 3 օրվա մեջ լինելու է, իմ զավակները չեն զգա, որովհետև նրանք կգտնվեն իմ բացարձակ պաշտպանության մեջ։ Վախերը, սարսափները Հիսուսինները չեն զգալու այնպես, ինչպես որ դա կզգան անհավատները, որովհետև դրանք լինելու են պատիժներ, դրանք լինելու են սարսափներ, որոնց միջով կանցնեն անհավատները։ Բայց հոգևոր կողմը սա է։ 3 մութ օրերին ապաշխարության ամենամեծ չափը կլինի, որովհետև այնինչ կատարվելու է երկրագնդի վրա, դրա ժամանակ նույնիսկ անհավատը կսկսի Աստծուն կանչել։ Դրա ժամանակ այն անհավատը ում կողքին կա հավատացյալ մարդ, հավատացյալի միջոցով Աստված նրան կփորձի բերել դեպի իրեն։ Հիմա այսինքն այդ 3 մութ օրերը ապաշխարության համար են, մի մեծագույն ալիք կբարձրանա ապաշխարության հենց այդ 3 օրերին։ Հիմա 3 մութ օրերին դժոխքը բարձրանալու է երկրի վրա, Աստված թույլ է տալու, Աստված բացելու է դժոխքի դռները եւ դժոխքի էությունները դուրս են գալու երկրի վրա։ Ինչ շատ են ասում, որ էությունները դրանք հոգեվոր էակներ են եւ կուզեն դռների մեջով կանցնեն, կուզեն պատերի, ոնց ուզեն կանեն, ուր կուզեն կհայտնվեն, կամ հիմա երկրի վրա այսպես թե այնպես կան էությունները, ինչու պետք է հենց դժոխքը բացվի եւ էությունները դուրս գան եւ այլն։ Ես ձեր հարցերը լրիվ ճիշտ են։ Հիմա ես ձեզ ուզում եմ պատասխանել։ Ուրեմն հոգևոր էությունները, սատանայի էությունները այսպես թե այնպես լիքն են աշխարհի վրա։ Բայց գոյություն ունի դժոխք, որը փակված է Հիսուս Քրիստոսի կողմից, Հիսուս Քրիստոսի ձեռքով եւ բանալիները Հիսուս Քրիստոսի ձեռքում են։ Եվ միայն նա կարող է բացել ու այնտեղ եղած սատանայական գազազած, կատաղած, հազարամյակներով սպասած չարեությունները դուրս գան այնտեղից երկրի վրա։ Դա մեկ։ Երկրորդ, ուրիշ է, երբ մեր տարածքում ինչպես ասեմ, ամբողջ հոգևոր շերտը, որ գոյություն ունի երկրագնդի վրա, լցված է միլիոնավոր էություններով։ Բայց ուրիշ է, երբ սատանայի էությունը իրավունք ունի մարդու վրա, կամ ինչ որ չափով իրավունք ունի, իսկ ուրիշ է, երբ Աստված բացարձակ իրավունք է տալիս նրանց։ Հասկանում եք դա ինչ է։ Երբ Տերը բոլոր տեսակի սատանայական էություններին, դևերին իրավունք է տալիս գործելու, դուք հասկանում եք դա ինչ է։ Դրա համար, երբ դուք ինձ ասում եք,
Էությունները մեկա հիմա էլ կան, նրանք կուզեն պատի մեջով կմտնեն, կուզեն դռան մեջով, Աստված է նրանց տալու իշխանություն, իսկ դուք պատկերացնում եք դևերը, որոնք կապված են, գազազած, կատաղած, դժոխքում, եւ այդպիսի դևերին Աստված իշխանություն է տալիս անսահման։ Արա ինչ ուզում ես։ Ինչ կարող է անել սատանան այն դեպքում, երբ Աստված նրան ասի, արա ինչ ուզում ես, ես թույլ եմ տալիս։ Պատկերացնում եք։ Հիմա այդ բոլոր դևերը դուրս են գալու երկրի վրա։ Այդ 3 օրերին նրանք գործելու են անսահմանափակ ուժով։ Բայց Աստված նրանց թույլ է տալու, որ նրանք նաև մարմնավորվեն։ Այսինքն նրանք չեն լինելու անտեսանելի մեր համար։ Մենք նրանց տեսնելու ենք, նրանք ստանալու են մարմնական վիճակ, ֆիզիկական եւ անելու են այն, ինչ իրենք ուզեն, Աստված թույլ է տալիս։ Եվ այստեղ արդեն պետք չի, որ նա անցնի պատի միջով։ Նրանց տրվում է ֆիզիկական լինել հնարավորություն, եւ նրանց տրվում է հոշոտել, ուտել, սպանել, բռնաբարել, բռնության ենթարկել։ Ես հասկանում եմ, շատերը կարող են նեղվել, ասել, ինչեր ես ասում, դու մեր հոգեկան աշխարհի վրա վատ ազդեցություն ես թողնում, մեր երեխան քեզ լսեց եւ իրեն վատ զգաց։ Միևնույն է գալու է այդ օրը եւ ձեր երեխան դուք ձեզ վատ եք զգալու։ Աստված այդ ամենը շատ լավ գիտի եւ Աստված այսքան խոսք է տալիս, որ ես խոսեմ կամ մյուսը խոսի, որ ձեզ պատրաստի եւ ձեզ փրկության բերի։ Այդ ամենը միևնույն է լինելու է։ Հիմա այն դևերը, որ դուրս են գալու երկրի վրա, նրանք մարմին են ստանալու եւ պետք չի, որ մարդը այդ 3 օրերին տեսնի, թե դուրս ինչ է կատարվում։ Դրա համար մեր լուսամուտները պիտի փակ լինեն, ծածկված լինեն եւ մենք չտեսնենք, թե ինչ է կատարվում դրսում։ 1. Երկրորդ, երբ մեր լուսամուտներն ու դռները կծեծեն, մենք չպետք է ոչ մի կերպում բացենք։ Ես չեմ ասում, որ դուք վախենաք, ես իմ ծառայությունն եմ կատարում, Աստծո տված, եւ ես պիտի ասեմ այս ամենը եւ պատմեմ։ Նա ով Հիսուսով է չի վախենում, վախենում են միայն նրանք, ովքեր Հիսուսով չեն, բայց այդ վախը կարող է ձեզ բերել դեպի Հիսուսի, որովհետև վախեցող մարդը փրկություն է փնտրում, ուժ, հենարան, պաշտպանություն։ Իսկ ուժ, հենարան, պաշտպանություն, փրկություն միայն Հիսուսի մեջ է։ Դարձեք դեպի Տեր Հիսուսը, փնտրեք նրան, գտեք նրան եւ ամուր բռնեք Տեր Հիսուսին ու էլ բաց մի թողեք, որովհետև նա է ձեր միակ փրկիչը, նա է մեր միակ փրկիչը։ Հիմա պետք է մեր լուսամուտները փակ լինեն, այնպես, որ մենք չտեսնենք դրսում ինչ է կատարվում, որովհետև եթե պատկերացնենք, թե հրեշները, որ ստացել են մարմին եւ կարող են անսահմանափակ կերպով գործել, պետք չի, որ մարդ տեսնի դա։ Չեմ կարծում, որ մենք դիմանանք նրան, ինչ որ կկատարվի դրսում։ Դրա համար Աստված չի ուզում, որ մենք մեր պատուհանները բաց պահենք։ Բացի այդ, մենք մեր տան մեջ ճրագ ենք ունենալու, մի ճրագ, մի մոմ։ Պետք չի, որ դրսից մեր լույսը տեսնեն ներսի։ Հիմա, ինչ եմ ուզում ասել անպայման։ Այն բոլոր մարդիկ, ովքեր Հիսուսինն են, նրանք չեն անցնելու այդ վախերի մեջով եւ նրանց չեն մոտենալու դևերը։ Նրանց տներին նույնիսկ կարող է չմոտենան, մոտենալուց ուղղակի անցնեն, որովհետեւ Աստծո օծությունն է լինելու մեր վրա եւ պաշտպանությունը բացարձակ եւ Աստծո կողմից հրաման է տրված լինելու միայն մոտենալ եւ վնասել այն մարդկանց, ովքեր ամբողջովին Աստծուն հակառակ են, Աստծունը չեն։ Եվ նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին են պատկանում, նրանց չեն մոտենալու։ Դիվական աշխարհը նրանց վրա իրավունք չունի։ Աստված թույլ չի տալիս, արգելում է նրանց մոտենալ մեզ։ Եթե դու դեռ Հիսուսինը չես, դու ամեն վայրկյանը եւ րոպեն կարող ես օգտագործել, որպեսզի դառնաս Հիսուսինը։ Նա, ով Հիսուսինն է, ամենապաշտպանվածն է ողջ աշխարհում եւ փրկված է։ Դու դեռ ժամանակ ունես Հիսուսինը դառնալ, որովհետեւ նրանք, ովքեր Հիսուսինը չեն, այն սարսափների միջով որ անցնելու են, դա անպատկերացնելի է նույնիսկ։ Նորից եմ ասում, Աստված դիվական աշխարհին իրավունք չի տվել, չի տալու, հրաման չի տալու, որպեսզի նրանք մոտենան բոլորին։ Նրանք կարողանալու են մոտենալ միայն նրանց,
ովքեր որ չեն պատկանում Հիսուս Քրիստոսին, ովքեր որ Աստծունը չեն, այնպես որ եթե դու Հիսուս Քրիստոսինն ես, իրոք նրա ճշմարիտ զավակն ես, դու այդ ամենի միջով կանցնես, բայց քո վրա չես զգա, դա այնպես ինչպես որ կզգան անհավատները։ Քեզ չեն մոտենա, չի մոտենա սատանան իր էություններով, եւ եթե նույնիսկ մոտենա կանցնի ուղակի քո կողքով, քո տան կողքով, քո բնակատեղի կողքով, եւ քեզ չի դիպչի, որովհետեւ նրան այդ հրամանը տրված չէ, որովհետեւ նա դրա իրավունքը չունի, որովհետեւ սատանան ենթարկվում է Աստծուն, մեր Աստծուն, մեր Սուրբ Երրորդությանը, մեր Հայր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին է ենթարկվում սատանան։ Ինչքան էլ որ նա հզոր է մարդկանց համեմատ, նա շատ հզոր է։ Իսկ Տիրոջ առջև նա ոչինչ է Տիրոջ առջև։ Հիմա այդ է պատճառը, որ մենք պետք է մեր լուսամուտները փակ պահենք, մենք չպիտի դուրսը տեսնենք եւ ամեն դեպքում երբ մեր լուսամուտն ու դուռը կթակեն, ինչ ձայնով էլ որ մեզ կանչեն, նույնիսկ ամենահարազատների ձայնով, մենք չենք բացում դռները եւ չենք բացում լուսամուտները եւ ոչ մի բանի չենք պատասխանում։ Մենք պետք է լինենք միայն ու միայն աղոթքների մեջ եւ այդ 3 օրերին ժամանակի զգացումը կորելու է եւ մենք չենք զգալու ժամանակը։ Ուզում եմ ասել, որ 3 օրերից հետո է լինելու հափշտակությունը, սպասեք ձեր Տիրոջը, երբ էլ որ դա լինի, ամեն դեպքում ուզում եմ իմանաք, նորից եմ ասում, որ 3 օրերը լինելու են հափշտակությունից առաջ, ոչ թե հետո, ինչպես շատերը ուզում են պնդել, միայն թե կարևորը իրենք հակառակվեն, միայն թե իրենց վախերը գոնե այդ կերպով փարատեն, ուրեմն եթե դու վախենում ես այսպիսի խոսքեր լսելիս, ուրեմն դու Հիսուսին դեռ չես պատկանում, ուրեմն շտապիր եւ քո ամեն օրը օգտագործիր, որպեսզի դառնաս Հիսուս Քրիստոսինը։ Տեր Հիսուս Քրիստոսը, Սուրբ Հոգին ինձ մի քանի անգամ տեսիլքների, հայտնությունների ժամանակ, երբ խոսել է իմ հետ, ինձ ասել է. ասա իմ զավակներին, որ նրանց գլխից ոչ մի մաս չի պակասի, թող չվախենան, որովհետև ես նրանց հետ եմ։ Եվ ես հիմա նորից եմ ասում այդ մասին եւ կկրկնեմ նույնիսկ Հիսուս Քրիստոսի զավակներ, ինչ էլ որ տեղի ունենա աշխարհի վրա, մի վախեցեք եւ այդ 3 օրերին չվախենաք։ Ճիշտ է, մենք մարդ ենք եւ մարդկայինը միևնույն է կա, բայց Աստված մեր հետ է եւ մենք երբեք չենք զգա այն վախը, որ կզգան նրանք, ովքեր իրենց չտվեցին Հիսուս Քրիստոսի ձեռքերին։ Եվ Հիսուսն ինձ ասաց, ասա իմ զավակներին, նրանց գլխից մի մազը անգամ չի պակասի, ինչ էլ որ տեղի ունենա։ Ողջ աշխարհի վրա անդադար կերպով, տարբեր տեղերում, հաջորդելով իրար, տեղի են ունենալու երկրաշարժեր։ Եվ այդ երկրաշարժերը սկսելու են, ես նկատի ունեմ հենց այն երկրաշարժերը, որոնք վերաբերում են այդ 3 օրերին, որովհետև Աստված ինձ ասեց, որ 3 օրերից առաջ արդեն կսկսվի երկրաշարժեր, եւ դա կլինի ամենուր եւ կշարունակվի։ Սակայն ասա իմ զավակներին, որ չվախենան, նրանց ոչինչ չի լինի։ Եվ շատ բաներ, որ կզգան անհավատները, չեն զգալու Հիսուսի զավակները եւ իրենց մարմնի վրա, իրենց հոգու վրա չեն զգալու այդ վախերը, այդ ցնցումները, այդ տագնապ, խուճապ չի լինելու, որովհետեւ Հիսուսի եկեղեցին շատ լավ հասկանալու է այդ օրերին ինչ է կատարվում եւ լինելու է միայն իր Տիրոջ մեջ։ Հիմա օգնենք բոլորին, որ գոնե այդ օրերին, եթե ձեր կողքին լինեն անհավատներ, բերեք նրանց դեպի Աստված, բերեք դեպի ապաշխարություն եւ օգնեք նրանց, որպեսզի նրանք ընդունեն Աստծուն։ Եթե դու անհավատ ես ու հիմա ինձ լսում ես, չես հավատում եւ բնականաբար քեզ տհաճ է, քո մոտ տագնապ է սկսելու խուճապ, որովհետեւ դու Աստծունը չես ու դա նորմալ է, որ դու վախենում ես։ Ուրեմն աղոթիր Աստծուն, խնդրիր, որ նա քո սրտի մեջ հաստատի եւ միայն Հիսուս Քրիստոսի անունով աղոթիր, որպեսզի նա քո սրտի մեջ հաստատի սա իրականություն է թե ոչ եւ խնդրիր, որ Տերը քեզ դարձնի իրենը։ Հիմա ես ուզում եմ մի բան կարդալ Աստվածաշնչից, դա Հովհաննես առաքյալի հայտնության 5-րդ փողի միջից է։ Ես ուզում եմ, որ դուք սա լսեք այս հատվածը եւ պատկերացնեք նույն այդ 3 օրերին։ Նույնը ուղղակի պատկերացնեք այդ 3 օրերին։ Երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա եւ նրան անդունդի գբի բանալին տրվեց։ Անդունդի գուբը դա դժոխքն է եւ դժոխքի բանալին միայն Հիսուս Քրիստոսի ձեռքերում է։ Անդունդի գուբը բացվեց եւ գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ։
ծուխ, որը կարող է պատել ողջ աշխարհը։ Եվ ծուխ ելավ եւ արեգակը ու օդը գբի ծխից խավարեցին։ Դա կարող է լինել այնպիսի մի պայթյուն, այնպիսի ծուխ լինի, որ մառախուղի պես լինի։ Եվ օդը եւ արեգակը խավարեցին։ Եվ ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Եվ նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճները ունեն։ Երկրի կարիճները ինչ իշխանություն ունեն։ Խայթել, տանջելով, դանդաղ սպանել մարդուն, ճիշտ է։ Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, այսինքն նրանց արգելվեց այդ էություններին, մորեխներին, որ դուրս եկան դժոխքից, նրանց արգելվեց վնաս տալ երկնքի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, այսինքն այլ միայն վնասել այն մարդկանց, որոնք իրենց ճակատին Աստծու կնիքը չունեն։ Շատ պարզ ասվում է, չվնասել բուսականությունը, այլ վնասել այն մարդկանց, ում վրա Աստծու կնիքը չկա, նրանց ճակատին Աստծու նշանը չկա, 1 Եվ նրանց իշխանություն տրվեց մորեխներին, իշխանություն տրվեց, որ նրանք չսպանեն, այսինքն չսպանեն, տանջեն եւ միայն չարչարեն, եւ նրանց տված չարչարանքը նման է այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն, եւ այդ օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն եւ չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։ Ես սա ինչու եմ կարդում հիմա, որ մենք հասկանանք, որ դժոխքից դուրս եկողները իրավունք են ունենալու միայն նրանց վրա, ովքեր Աստծու նշանը իրենց ճակատին չունեն, իսկ նրանք, ովքեր Աստծու նշան ունեն իրենց ճակատին, նրանց վրա դժոխքից դուրս եկողները իրավունք չեն ունենալու։ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի, նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։ Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ ատամները առյուծների ատամների էր նման։ Ունեին զրահներ, երկաթե զրահների նման, եւ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի, եւ ունեին պոչեր, ինչպիսին կարիճները, եւ նրանց պոչերին խայթոցներ կային, եւ նրանց իշխանություն էր տրված մարդկանց 5 ամիս չարչարել, եւ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին, այսինքն սատանային, սատանան նրանց թագավորն էր, անդունդի հրեշտակը։ Այսինքն, ինչու եմ սա կարդում, որպեսզի մենք հասկանանք, այն էությունները, որոնք դուրս են գալու դժոխքից երկրի վրա, դա տեղի ունենալու Աստծու կամքով, Աստծու թույլտվությամբ, Աստված իր բանալիներով բացելու է դժոխքը եւ երկրի վրա դուրս են գալու էություններ, որոնք որ զրահապատ էին, այսինքն պաշտպանված էին, ուժեղ էին եւ ֆիզիկական էին։ Եվ նրանց թագավորն էր անդունդի հրեշտակը։ Ով է անդունդի հրեշտակը? Սատանան։ Եվ երբ նրանք դուրս եկան, արեգակը խավարեց։ Եվ նրանց տրված էր իշխանություն վնասել եւ չարչարել այն մարդկանց, ում ճակատին չկար Աստծու նշանը։ Եվ նրանց տրված չէր իշխանություն վնաս տալ երկրի խոտին, ծառին եւ տրված է իշխանություն վնասել եւ չարչարել միայն նրանց, ում վրա չկա Աստծու նշանը։ Դա ինչ է նշանակում, որ չկա իշխանություն մոտենալ եւ չարչարել նրանց, ում վրա կա Աստծու նշանը։ Այսինքն նրանք, ովքեր Հիսուսինն են, ոչ մի չար էություն, որ դուրս կգա անդունդի գբից, այսինքն դժոխքից, չի կարող մոտենալ Հիսուսի ընտրյալներին։ Չի կարող, որովհետև Աստված նրանց այդ իշխանությունը չի տվել։ Ես ուզում եմ, որ մենք սա տարբերենք եւ հասկանանք։ Եթե դու Հիսուս Քրիստոսինն ես, քո ընտանիքը Հիսուս Քրիստոսինն է, չեն կարողանալու դևերը
քեզ մոտենալ եւ վնասել։ Վախենալ պետք չի։ Դու Աստծով ես, դու Աստծո բացարձակ պաշտպանության մեջ ես, քո ընտանիքով։ 3 մութ օրերից առաջ մենք կտեսնենք երկնքում նշան, ամենամեծ նշանը կլինի կարմիր լուսինը, արյունոտ լուսինը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, մենք պետք է ունենանք սնունդ, 3 օրվա ջուր, սնունդ, ծածկոցներ եւ լույս ճրակ, մի մոմ, ամեն օրվա համար մոմ, պետք չի, որ մենք տարբեր տեղերում լուսավորենք, մի մոմ, որի շուրջը կհավաքվենք, այսքանը, շնորհակալ եմ ձեզ, եւ ես խաչակնքվում եմ եւ խաչ եմ կրում, շատերը գրում են, ինչու ես խաչակնքվում, ինչու ես խաչ կրում, դա կռապաշտություն է, ոչ, դա աստվածապաշտություն է, դա Հիսուսապաշտություն է եւ դա Հիսուսի փրկության ընդունումն է։ Ես խաչակնքվում եմ եւ միշտ խաչակնքվելու եմ եւ միշտ կրելու եմ խաչ։ Եվ ոչ թե այս խաչը զարդարանք է, խաչը քրիստոնյայի նշանն է, խաչը քրիստոնյայի հավատն է, խաչը քրիստոնյայի փրկությունն է։ Խաչի վրա Հիսուս Քրիստոսը իր արյամբ փրկեց ինձ ու ես միշտ կրելու եմ խաչ, ամենայն հարգանքով եւ սիրով եւ խոնարհումով։ Փառք քեզ մեր Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոս։